Դեր Հիսուս Քրիստոսի անով գողջունեմ ցես բոլորոդ, որ այս սարավոտ եկած եք Տերոջ դունը միասնապար զինք բաշտելու, իր խոսքով սնանելու եւ իրեն համար քաչ վգաները լալու։ Հոդնգայս պիտի երկենք 7-րդ շարականը Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ։ Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ, որեն Աստված մեծավ, խաղաղության ձայն հնչեցավ, Սուրբ ողջույնի հրաման տվավ, եկեղեցիս մի անցնելով, համբույրս հոտ լման տվավ, թշնամությունը հեռացավ, սերնդամուրը սփռեցավ, արբաշտոնյակ անցյալ ըսան, դուք օրհնություն իմի փերան, միասնական Աստվածության, որում սրբեր եմ Ամեն։ Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը պիտի լա թիվ 1 երկրպագություն։ Աղաղագեցեք Տերոջը ով բոլոր երգիր, ծառայեցեք Տերոջը ուրախությամբ, անոր առջև եկեք ցնծությամբ։ Դերը իր սուրբ տաճարին մեջ է, անոր երեսին առջև լուր գեցիր, ով բոլոր երգիր։ Վասնզի ան է մեր Աստվածը, ու մենք անոր արոդին ժողովուրդը եւ անոր ցերկին ոչխարներն ենք։ Վասնզի թագավորությունը Տերոջ է, ու ան գդիրե ասկերուն վրա։ Ժամանակ գուքա ու հիմա ալ է, երբ ճշմարիտ երկրպագողները երկրպագություն պիտի անեն հորը, հոգիով ու ճշմարտությունով, վասնզի հայրն ալ իրեն այնպիսի երկրպագողներ գուզե։ Աստված հոգի է, եւ իրեն երկրպագողներուն ալ պետք է որ հոգիով ու ճշմարտությունով երկրպագություն անեն։ Դեր օրհներ խոսքին ընթերցումը գհրավիրեմ հովիվը, որ մեզ աուտկով Տերոջ կահում մոտեցնե։ Մեր բաշտելի հայրը փառք կուտանք եւ գխոնարինք քու մեծափառության դարչև քո ունակությամբ կմոտենանք քու ներկայությանդ մեջ մենք դեր քեզ բաշտելու եւ երկրպագելու համար հավաքված ենք։ Շնորհակալ ենք ով դեր, շնորհակալ ենք որ մեզ սիրեցիր անհուն սիրովդ եւ ուզեցիր քու փառքիդ մասնագից դարձնել, թե մեղքի մեջ ինգանք, քեզ մերացանք, սակայն քու միածին որդվույթ միջոցով մեզ դարձյալ քու սիրովդ, քու սկանչելի կորձերովդ քեզի հրաբուրեցիր։ Շնորհակալ ենք ով դեր եւ փառք կուտանք, որ այս աշխարհի մեջ առանցին չենք, քեզ ունենք, թե անհատապես քեզ հետ քալելով ուրախ ենք, թե հավաքապես այսպես արիքներ կշնորհես, որ համախմբված քեզ կբաշտենք, երկրպագենք, քեզ մեկը սորվինք,
մեր շնորհակալությունները քեզ գայտնենք այո դեր այս օրհնյալ հաղորդակցության համար սրտանց փառք կտանք շնորհակալ ենք խոսքիդ համար շնորհակալ ենք այդ մեծ բարգևներուն համար զոր դեր մեզի արադորեն գշնորես շնորհածես մանավանդ դեր Սուրբ Հոգուին բնակության համար մեր սրտերում մեջ փառք կտանք դեր որքանալ փառք տանք դագավին քիչ է քիդագից ենք այս ճշմարտության ուստի դեր օգնե մեզի օրեօր ավելի քեզ սիրենք բոլոր սրտով սիրենք եւ դեր լավոր ոչ թե միայն այսպեսի արիտներու մեջ հապա շարունակ մեր սիրտը քու վրա գարչածլա եւ այս պաշտամունքնալ օրհնես դեր գխնդրենք որ իրապես հոգյով եւ ճշմարտությունով քեզ պաշտենք քանզի տունալ այդպեսի պաշտամունքներ գագնգալես քու զավակներդ այո դեր թերություններով դգարություններով լեցունենք սխալներով դեր շատ հաջող սխալներ գործենք քու գամքիդ հագարակ թիրքորոշում գարնենք քեզ գնեղացնենք գդրտմեցնենք ասորետ մեկտեղ դագավին մեզ գսիրես եւ այսօր այս արիտը մեզի շնորհեցիր որբեսի գարկ մջշմարտություններ դարձյալ մեզի հայտնես եւ անոնք մեր սրտերու մեջ դեղ գտնելով վերանորոգվինք ով դեր ըսկաստանանք եւ ավելի դեր քեզի մոտ կանք օրհնելով օրհնես այս պաշտամունքը հիշեդեր անոնք որոնք հիվանդ են բացագայ են իրենց դեղերու մեջ օրհնես բժշկես հիվանդները անոնք որոնք իրապես դեր քու միջամտությանդ կգարոդին ֆիզիկապես հոգեպես դեր դժվար վիճակներու մեջ գանցնին գխնդրենք դեր բոլորին թու ողորմիս եւ բոլորին յանքի մեջ է միջոցով քու անունդ փառավորվի հիշեդեր այն երգիրներ ու բادرազմներ կան դեր աշխարհի մեջ շատ երգիրներու մեջ քու զավակներդ գահալածվի իրենց հավատքին համար անոնց զորացնես քու օքյովդ լեցնես որբեսի դեր գարենան քու անվանդ բադիվ բերելով շարունակեն իրենց հավատքի մեջ փառք ուտանք որ մենք հանգստության մեջ ենք արադության մեջ ենք բայց գաղութ ենք դեր որ ողորմիս այս երկրինալ այցելես եւ դեր շատեր քեզ ջանչնան որպես փրկիչ շատ մսրդեր դեր քեզի դառնան հիշեմեր հայրենիքնալ դեր անոր ներգան եւ աբական ցերկերու կանցնենք մեր հույսը եւ լույսը թունես գաղութ ենք որով դեր խաղաղությամբ գործես եւ դեր հոն ազգովին քեզի համար ապրող ժողովուրդ մլանք եւ մեր շուրջը գտնվող մարդոց ավետարանի բարիլուրը դարածենք այս ամենը Հիսուսյանով գխնդրենք փառքիդ համար ամեն ամեն օրհնենք եւ փառաբանենք մեր Տեր Աստվածը երկելով երկրորդ երգը Գործնենք քեզ Աստված Գործնենք քեզ Աստված զիպրգիչը եկավ խաչի Գործնենք քեզ Աստված զիհոքի դալիճավ մեզ բրգիչը հայտնեց եւ խավարը անցավ Ալելույա մեր բրգիչը Ալելույա ամեն Ալելույա քուք դե պարկը սրբե Միշտ փառք եւ փովես դանձոված քարնուգին որ մեր մեղքը չնչեց ու ներեց դարձողին Ալելույա մեր բրգիչը Ալելույա ամեն Ալելույա
Դարձյալ պարապանենք Տերը երկելով 10-րդ երգը Քեզի գարոդեմ դեր ո ամեն ժամ Քեզի գարոդեմ դեր ո ամեն ժամ անուշ է ցայն դինցի քեզի գուքամ գարոդեմ միշտ քեզի գարոդեմ Ornezi sopermicin Kezi guka Kezi garodiem der Yerir nerga Yer modelas forțat Găteterna Garodiem, misht kezi garodiem, ornezi sopermicim, kezi gukam, kezi garodiem der shudov yegur, te bochim yanks bolor ganz nizur garodiem misht kezi garodiem ornezi sopermicim kezi Kezi garodiem yes der parerar zis mito ur Isus vor evanjar garodiem misht kezi garodiem ornezi sopermicim kezi gukam Այո սիրելներ Հիսուսե զատ չգա անցմը որու գարենանք երթալ և վստահիլ ան մեզի մոդ է երբ մենք իրեն գմոտենանք Մեր վերջին պարապանությունը բիդալա 17-րդ երգը դերոջ կվստահիս կյանքիդ մեջ բոլոր Vestahis, yantit mech bolor, angelat hangakim, kezi amlenor, irena shagernes, yevir choskovni, sur pokim uda kez yevalaveli, bordian kumenas, tun yevalaveli, bordian kumenas, tun yevalaveli. Anhon siruin hamar, partan karnugin, bor yegavai sashvar,
Վերթո երկեմ պարկ, անոր մեծ ամբան, որ արյան պիր գնքեց գործ մեր պրգության, և ալավելի, որ գանք ունենաս, տուն և ալավելի, որ գանք ունենաս, տուն և ալավելի, Եկիրեն հավատքով շուտրավեն լսեն, անցնեին զինտանով, զինգամն այսեն, կնակես գնտունի, պրգիչ բաշտելի, գտապե օրնություն և ալավելի, որ գանք ունենաս, տուն և ալավելի, որ գանք ունենաս, տուն և ալավելի։ Ավելի գյանքը ինչ է սիրելներ, երբ մենք այս աշխարհի վրա գկոցենք մեր աչքերը, ավելի գյանքին պիտի արժանանանք Տերոջ ներկայության մեջ։ Աստծո սրբազան խոսքեն պիտի գարտամ Պողոս Արաքյալի գրած նամակեն Քաղադացիս թուղթեն Քաղադացիս 5-րդ գլուխին 22-ն 23 համարները ուր գսե բայց հոգին բդուղը այս է սեր, խնդություն, խաղաղություն, երկայնբդություն, քաղցրություն, փարություն, հավատարմություն, հեզություն, ժուժգալություն, այսպեսի բաներութեն օրենք չկա։ Հոգեկալուստի դոնին արիթով քարոզաշարք մսկսած ենք և այսօր պիտի վերջացնենք։ Որքան որ Տեր Հիսուսի մասին խոսենք, նույնքան գրնանք Սուրբ Հոգի մասին խոսիլ։ Եթե սխալ ըմբռնում ունենք Սուրբ Հոգին նկատմամբ ու հավատանք, թե անմիայն Աստուծո զորությունն է, այդ բարակային երբ պետք ունենանք, պիտի կանչենք զայն, որպեսզի կործածենք։ Այս սխալ ըմբռնումը պատճառ եղած է շատերուն, որանոնք չճանչնան Սուրբ Հոգվույն աստվածությունը, անձնավորությունը, եկեղեցին շինության համար անոր փաշխած բարգևները և ներգործությունները։ Ինչպես շատեր Քրիստոսի անունը գրելով հանդերձ, ճշմարտաբար ջանցած չեն Քրիստոսը, անոր գադարած փրկագործությունը հասկացած չեն, անոր ուսուցումները չեն հասկացած կամ ավելի ճիշտ չեն ուզած հասկանալ եւ այսպես դքետ կմնան ուստի հոգեվոր գուրության մեջ գկալեն սակայն երբ հավատանք որ ան Աստված է Սուրբ Հոգին Աստված է շարունակ պիտի խոսենք անոր հետ անոր մասին պիտի խոսենք ուղիղ ըմբռնում ունենալով պիտի խոսենք մեր թիրքը ուղիղ պիտի ըլլա Այսպես ան ամեն օր մեր միտքը պիտի լուսավորե ու մենք հոժարությամբ պիտի հնազանդենք և թույլ տանք, որ ան մեզ առաջնորդե իր կամքի մեջ, որ բարի, հաճելի ու կատարյալ է։ Անցյալ գիրագի Սուրբ Հոգվույն աստեցության տակ ապրելու կարևորությունը շեշտեցինք և ասինք, թե շարունակական վիճակ մնե ու ոչ թե պաշտամունքի ընթացքին մեկ ժամ մելամաղձոտ եղանակներու աստեցության տակ ասպես վերացական մթնոլորտի մեջ ապրելով, օրորվելով, ալելույա Փառք Հիսուսի ըսելով։ Եվ առաքյալը քինիով արբեցողիմը պատկերով գխոսի ըսելով,
մի քինովնակ քինիով, հաբա հոգիով լեցվեցեք։ Ինչպես արբեցողը քինին աստեցության դակ գվարվի, գխոսի, գխորհի, մինչևից գքալե, ճիշտ այդպես, երբ Սուրբ Հոգիով գլեցվինք, անոր աստեցության դակ գվարվինք, գխորհինք, գխոսինք և գարդայդավինք, գծրակրենք և անմեզ գներշնչե Աստուծո գամքին համաձայն։ Ինչպես ասած է նաև բացարձակ կարևոր է ասիգա, որ ներշնչման 3 աղբյուրներ կան։ Մարդկային հոգին, որ իր ներշնչումը կստանա չար ու խաբեբար սիրտեն, որուն գետրոնն է եսը։ Այս ներշնչումով ինչ աղոտներ կմատուցանվին, քարոզներ կդրվին, խոսքեր կսվին։ Ասի առաջին ներշնչումն է, այս աղբյուրն է, որ մարդիկ այսպես կառաջնորդվին և կգարձեն, որ Սուրբ Հոգին ներշնչված է։ Նաև թիվային հոգին կա և նաև Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին ճշմարտությամբ մեզի կառաջնորդ է թեպի ճշմարտություն։ Սուրբ Հոգին երբեք սուտ բաներ մեջտեղ բերելով չի ներշնչեր և խոսիր։ Այնպես որ չխաբվելու համար արդակին ցևագերբությունները, վերացական վիճակները Աստուծո խոսքը հստակ կնե թե անոր Սուրբ Հոգիով լեցված է, անոր բդուղը շարունակ իր կյանքի մեջ Երևան գուքա։ Մեր դերնալ արիթով մսավ իր աշակերտներուն, անոնց բդուղեն պիտի ճանչնանք։ Մարդուն վարմունքը, խոսքերը, գործերը, դիրքորոշումը ցույց կտան թե ինք ով է։ Եկեք այսօր միասնաբար այս բդուղին մասին մանրամասն սերդենք, ինչպես ասի այս 4 գիրագիները, այս նյութը որպես տաս փապակեցա ցեզի ներկայացնել, որտեղ այնքան աղոտ քահապարներ կան, այնքան սխալ ըմբռնումներ կան Սուրբ Հոգի Աստուծույն եւ անոր գործերու մասին։ Ուրեմն տեսնենք այս նյութը եւ հարց տանք մեկ մեզի, թե լեցված եմ ես Սուրբ Հոգիով, այսինքն շարունակ երբ գլսեք ինձպես լեցված եք, այսինքն անոր աստեցության դակ գաբրինք, այս է լեցունությունը։ Եվ ոչ թե միայն անոր զորությունը առնել եւ կործածել։ Տերոջի շնորհքով այս բդուղներու մասին երբ խոսենք, հունարեն բնակիրնալ պիտի մեջբերենք, որ շատ ջոխ է իր իմաստներով այս բդուղներուն, առաքինություններու մասին։ Ինչու համար բդուղ գսեհոս, որովհետև ոչ թե բդուղներ, բդուղ որտեղ մեկ բդուղը մեկ է, սակայն իր մեջ գբարունագե 9 առաքինություններ։ Ասոնք առաքինություններ են, որ Սուրբ Հոգին աստեցության դակ ապրող մարդը ցույց կտա։ Ուրսկել է։ Ինչպես որ նարինջը մեկ բդուղը, նարինջ, բայց մեջը գդորներ ունի, իրարու միացած։ Ճիշտ այդպես է։ Մեկ փակետ մնե, սապես ասենք, բայց մեջը 9 բաներ կան, առաքինություններ կան։ Այսինքն մեկը չգրնար ասել, ես սեր ունիմ, սակայն քաղցրություն չունիմ։ Չլար, փակետի մեջն ասի։ Սուրբ Հոգին գարդատրը։ Մեկը չի գրնար ասել, որ ես նայր երկայնամիտ եմ, սակայն հավատարիմ չեմ։ Երբ Սուրբ Հոգին է արդատրողը, 9 առաքինություններն ալ գարդատրե, որովհետև արդատրողը ես չեմ, հաբա ինքն է, ինք գարդատրե։ Եվ ժուժգալություն, շատ քեղեցիկ բդուղներ են, առաքինություններ են, որ իրապես պետք է հարց տանք այս աստվածային ճշմարտություններուն լույսին տակ։ Շատ էր սեր գծությունեն, ժուժգալություն գծությունեն, սակայն ուրիշ անձնական շահեր գեհդաբնթեն եւ ոչ թե Սուրբ Հոգին բդուղն է։ Որովհետև այս բդուղ արդատրող ինչպես ասի Սուրբ Հոգին է։
Եվ հիմա տեսնենք այս օրհնյալ Սուրբ Հոգին առաքինությունները ինչեր գնե եւ ինչ է կարելի է այս առաքինությունները 3 մասերու բաժնել առաջին 3-ը սեր խնդություն խաղաղություն հավատացյալին եւ Աստծո միջև ըլլալիք բան է անշուշտ այդ նաեւ գծոլացնե շուրջիներուն երկրորդ 3-ը երկայնամտություն քաղցրություն եւ բարություն հավատացյալին եւ իր շուրջը գտնվող մարդոց հետ անելիք ունի իսկ երրորդ 3-ը հավատարմություն հեզություն ժուժգալություն անձնական են այսինքն մեր անձին հետ գաբ ունի առաքինություններն որ մեզի հետ գաբ ունի ես հավատարիմ բիդլամ ոչ թե ուրիշներուն սիրուն հաբա ինձ համար ես հավատարիմ բիդլամ ես հեզ բիդլամ առաջին ուրեմն սեր այդպես կարդացին բայց հոգին բդուղը այս է սեր խնդություն խաղաղություն հունարեն բնակիրը սեր աղափի եւ ոչ թե ագապե չէ աղափի սեր եւ այս սերը մեղավոր մարդը երբ Տեր Հիսուսը գտնունի եւ նորեն գծնի իր մեռած հոգին առաջին առաքինությունը զոր Երևան գուկա իր կյանքի մեջ այս առաջին 3 առաքինություններն են սեր խնդություն խաղաղություն հագարականոր որ այս մարդը դակավին ոչ սուրբ գիրքը կարդացած է ոչ եկեղեցի աջախած է դարիներով բայց իր մեջ բան մը բադայեցավ անոր մեռած հոգին կենթանացավ եւ աստվածային ճշմարտություններու դգատմամբ դքեդ է կարդացած չէ դակավին բանը չի գիտեր բանը մը լուրջ ունի բայց որովհետև իր հոգին կենթանացավ գսկսի իր շուրջիները սիրել իր նմանները սիրել մեջը սերգա զասված սիրելու գսկսի եւ թեպի անոր կերտա իր հոգին Աստուծո խոսքը սիրելու գսկսի մեկը չսավ իրեն ուղեղը չլված որ նաեւ հիմա աշխարհեցիր պետք է Աստծո խոսքը գարտաս չէ սեր ունի մեջը ժամեր գհատկացնե գարտա եւ նաեւ Աստուծո հետ հաշտված ըլլալով խաղաղություն ուստի մենք հավատքով արդարացած ըլլալով խաղաղություն ունենք Աստուծո հետ երկրորդ առաքինությունը խնդություն հարա բարն հարա կնշանակե ներքին լավ դրամատրությունը խնդություն քահ խնդալ չէ հաբա ներքին լավ աղեկ դրամատրությունը նաև ուրիշ իմաստ մնալ ունի կնշանակե ճիշտ մտածելակերպ շիդակ կմտածես ուստի երբ մենք Սուրբ Հոգին աստեցության դակ գաբրին Սուրբ Հոգին մեր մեջ լավ դրամատրություն կստեղծե թունալ կզարմանաս շուրջիներդ կզարմանան ասպարտը դժվարության մեջ նեղության մեջ ուրախ է եկեղեցի ուքա անտին մեկը փամը եղերը եկեղեցի չկար ինչու դրամատրությունը լավ չէ դեղդ նստե ուրեմն բայց մույսը ինչ է դարբերությունը որտեղ Սուրբ Հոգին աստեցության դակ ըլլալով ներքին լավ դրամատրությունը կստեղծե եւ այնադեն շիդակ պիտի մտածեմ շիդակ որոշումներ պիտի առնեմ այս է գտեսնեք ինչ օրհնյալ առաքինություն է եւ այս լավ դրամատրությունը ոչ թե լավ օրերու մեջ կհայտնվի լավ օրերու մեջ բնական է անհավատն լավ դրամատրություն ունի բայց դժվարություններու նեղություններու մեջ ընտանեկան փախումներու ժամանակ դերև դիգին ասոնք այն ժամանակ կորձի մեջ եկեղեցի մեջ երբ որ Սուրբ Հոգին աստեցության դակ ենք լավ դրամատրություն պիտի ունենանք եւ շիդակ պիտի մտածենք
մեր գոհագիցներուն հետ, մեր զավակներուն հետ, եկեղեցի մեծ ընտանիքին հետ, ուր որենքն է Սուրբ Հոգվույն աստեցության դագը լալով ան մեզի ըսկաստ պիտի բահե եւ մենք պիտի սկսենք շիդակ մտածել։ Փառք ուտանք ասորամար։ Եվ յուրաքանչյուրս հարցում պետք է անենք մեր կյանքի զանազան դժվարություններու մեջ ներքին լավ դրամատուրգություն ունիս, թե ոչ Սուրբ Գիրքը բահարանի մեջ գտնես, ես եկեղեցի չերտամ, ես չեմ գիտեր ինձ, եւ ամեն գխանքարվի ամեն բան։ Հարց դուրթուն քեզի։ Երբ որ Սուրբ Հոգվույն աստեցության դագենք, ան հանդարտ պիտի բահե քեզի։ Շիդակ մտածելու պիտի սկսես եւ լավ դրամատուրգություն պիտի ունենանք։ Մեկը գրնասել եղբայր, այո, այդպես է, բայց մարդ ես, ցերկը չէ։ Ճիշտ է, մարդ ես, բայց ինչ մարդ ես։ Աստուծո հոգին, եթե մեր մեջ կփնագի եւ անոր աստեցության տակ գաբրինք, հոս խնդիրը կփոխվի։ Բնական մարդը, այո, այդպես է, բայց մենք առավելություն ունենք։ Հոս է, adorabար կբադվիր է Սուրբ Հոգիով, լեցվեցեք։ Անշուշտ, այս չի նշանակեր, թե երբ մեկը անկորձ է, նստի, անհոգ, անդարփե, ես Աստծո կվստահիմ, Աստված ինչպես որ գարկատրե, եւ ոչ։ Ասիկա շիդակ մտածել չէ։ Այսպես է անցիկ Սուրբ Հոգին աստեցության տակ չեն, հավատզույլ են։ Երրորդ առաքինություն, խաղաղություն։ Բնակիրը իրենի։ Այս խաղաղությունը առաջին երկուքին արդյունքն են։ Երբ մեկը սեր ունի եւ ներքին լավ դրամատրություն ունի, խաղաղություն ունի։ Իր սրդի մեջ, կյանքի մեջ։ Այս երեք առաքինությունները միայն Սուրբ Հոգին ծնել է վերջը ետքը Երևան գուկա։ Բնական մարդը այս բաները չունի։ Ինչպես էսի ժամանակ տերևս կունենա, ցույց կուտա թե խաղաղ է, որտեվ կորձը հաճող է, նոր կորձ մկդա, ավելի տրամբիտ չէ, ասում եմ ժամանակավոր է։ Մենք կխոսենք կյանքի դժվարություններու մեջ խաղաղություն ունենալ։ Փառք ուտանք այս ըսկանչելի առաքինություններուն համար։ Մեր խաղաղությունը, մեր սրդի մեջ եւ դժվարություններու մեջ խաղաղություն։ Եվ ոչ թե ջաշասեղաններու շուրջ, երբ ասանք աղվոր, խրախճանք մգա, մարդիկ ուրախ են, դունգուքան, ամեն բան հոմ մնաց, դղուր են։ Հավատացյալին վայելած ուրախությունը, խաղաղությունը հիանալի է, շարունակական է, դժվարություններու եւ նեղություններու մեջ է։ Ինչ կխորիկ դուք, ինչ բաններ որ առաջին թարո հավատացյալները երբ որ գնահատակվեին, արույցներու գեր գտարնային, խարույկներու որ գայրեին, խաչը գահանեին, ինչ բաններ որ իրենց դոգալ գուտար։ Աստուծո անտեպ սերը, ներքին լավ դրամատրությունը եւ խաղաղությունը։ Չորրորդ երկայն բդություն։ Մակրոթիմիա գսե խունարեն փնակիրը, որ գնշանագե դիրող ջնշումներու դակ չար դահայտվի։ Այս գնշանագե երկայնամիտ ըլլալ։ Բոլոր սա փորձառություն ունեցած ենք, զորօրինակ երբ մեկը քո հասցեիդ քեշ կխոսի, քեզի կնվաստացնե, թունիչ կսկաս, ջնշումի դակ, նեղություն կսկաս։ Անաբաշխար մարդը ինչ կնե, ես հիմա անոր կծծնեմ, ես անոր պերնին համը ես կուդամ, գերտա հերացան, եթե հերու դեղ մնե, կամ կովը գերտա, իսկ Սուրբ Հոգվույն աստեցության դակ եղող մեկ ինչ կնե, երկայնամիտ կլլա, այդ ջնշող մտնոլորդի մեջ ջնշիչ ուժին դակ ջնշված չար դահայդվիր, երկայնամիտ կլլա։
Եվ ասիգա Սուրբ Հոգին կործն է։ Ուրիշ խոսքով ես չեմ վարվիր ինչպես ան վարվեցավ։ Ինչու Սուրբ Հոգին աստեցության տակ եմ։ Անիմաստ է ուրիշները անցավոր հանել։ Անաբաշխար մարդը աստեսակ առաքինություններ են հերույ է։ Ինչ կսպասես, քո մասիդ լավ խոսի, բայց թուն եթե իրեն պես պիտի վարվիս, ուր է քու դարբերությունդ մույսեն։ Ուրեմն պետք չէ դիրող ճնշումներու տակ պատասխանենք, հապա երգայնամիտ ըլլանք, բայց ինչպես երբ Սուրբ Հոգին աստեցության տակ գլլամ։ Թերևս մեկը ասե իրավունք ունիս, եթե անաբաշխար մեկը քո աստծի հետ խոսի, կարևորություն չես տար։ Բայց երբ հավատացյալ եմ ըսողը քեզի կնվաստացնե, հոն ինչպես լուր գնաս։ Եթե արդատրողը երգայնամտություն, այս առաքինությունը Սուրբ Հոգին է, երգայնամիտ պիտի հավատացյալ եղբորդ հետ նաև։ Ինչ են հայտնի պիտի լա, թե ես երգայնամիտ եմ, պետք է փամբը բադահի, որմ է անաբաշխար մարդոց ոչ, կարևորություն չեմ դար, ասված որ մի գսես, բայց երբ որ քու հարազատներդ, որ հավատացյալ եմ գսե, աբաշխարած եմ գսե, այդ բարակային իրավ ջնշումի տակ գլաս, բայց հոն է որ լուր պիտի գնաս, երգայնամիտ պիտի լաս։ Բողոս հարակյալ լավակույն թեղը գուդա այսպեսի բարականերու մեջ։ Եփեսացիս 4:2 գսե։ Բոլոր խոնարհությունով ու հեզությունով, երգայմտությամբ, սիրով իրարու ներոամիտ ըլլալով, հավատացյալներուն գուղ է իր խոսքը։ Եթե այս խոսքերը կործատրելու դժվարությունը ունիմ, հանցանքը մեջս փնտրեմ։ Ասեմ ով դեր տուն այսպես կսես, բայց ես հիմա ջնշված եմ։ Այդ մարդը ինձ այսպես սավ, իմ հասցեից խոսեցավ։ Փաջիս ով դեր օգնե ինձ, մեջս պետք է փնտրեմ։ Չեմ գրնար ներել, չեմ գրնար այդ ըրածին դագը մնալ, եւ այլ, քնա Աստուծո։ Եվ հոն պիտի անդրադառնաս, որ Սուրբ Հոգին աստեցության տակ չես եւ դերոջը պիտի մոդենաս եւ անգե շնորհ քնտրես։ Եթե անշուշտ հետաքրքրված է մեկը ապրիլ այս առաքինություններով, անալ ուրիշ հարց։ Դարձյալ 5-րդ քաղցրություն։ Հունարեն բնակիրը Քրիստոս, որ մի քանի իմաստներ ունի քաղցրություն։ Մենք կհասկանանք քաղցրությունը, այսինքն քաղցր եղիր, աղոր խոսի ուրիշին հետ։ Քաղցրություն առաջին կնշանակե անուշ ցևով արդահայտվել։ Սուրբ Հոգին աստեցության տակ եղող մեկը թիմացինին անուշ ցևով կխոսի։ Անուշ։ Իմ բնավորությունը սասանք է։ Ուզես ես ասեմ։ Ես ասակ կխոսի։ Ազատ է մարդը, բայց հոս մեզի պատվեր կա, եթե Սուրբ Հոգին գարդատրե այս բդուղը, անուշ կխոսիս։ Ինչ կխորիկ, Աստված բնավորություններ կփոխե, թե ոչ չի փոխել, անշուշտ կփոխե։ Եթե մեկը անաբաշխար եղածատերը աղոր լեզում ուներ, չարախոսություն, աբաշխարել են ետքը պիտի շարունակի, այդպես լավ, իմ բնավորությունը սասանք է։ Ոչ, պիտի փոխե, Սուրբ Հոգին կարող է, ուրեմն անուշ ցևով գարդահայտվենք։ Գոշտ խոսիլը, գոշտ բնավորությունը լավ չէ, բոլորս հալադոր կհամաձայնենք։ Անուշ խոսիլը շատ լավ է, օգտակար է։ Եվ նաև անուշ խոսքերը արածը գսե օծը ձագեն գահանե։ Անուշ խոսքերով գսիրաշային ուրիշներում։ Երկրորդ կնշանակե Քրիստոս բիդանի, կործածելի, փամը որ օգտակար է։ Երրորդ կնշանակե բարի բան անելու դրամատրություն ունենալ։ Միշտ պատրաստ է բարի բան անել, այս կնշանակե։
Դարձյալ 4-րդ կնշանակե հանդարտություն, գարձրության եւ փարության հագարակը, հանդարտ է, հանդարտ։ Եղբայր ես չեմ գրդար հանդարտը լալ, իմ փնավորությունս այս է, բայց նայիր, շուտ գբորդ կան, այո, ապեղ սպեր կխոսին, բայց նայիր, շուտով գմեղմանամ, այս ինքը ուրախ է, որ ասիգա առաքինություն գսեբ է, շուտով գպարգանա, բայց շուտով ալ իջնե իր պարգությունը կամաց, բայց երբ որ մեկը գբորդ կա, խոսելիքը չի գիտեր, հոն արդեն վնասը հասցուց, անգի հետո եթե մեղմացերը ինչ օգուտ, ինչ բիտնեմ, Սուրբ Հոգվույն աստեցության դակ եղող մեկը ուրեմն հանդարտ գլլա, հանդարտ, գիտեք, որ ասված ալ այս հատկություն ունի, եթե գարտանք դիդոս 3, 4-3-ը գարտամ գսե, դիդոս 3 են 4, բասազի մենք ալ ադեմը ամմիդեինք, անհնազանդ, մոլորյալ և զանազանդ ծանգություններ ու հեշտություններ ու գծարայեինք, չարությունով ուրախանցով գվարվեինք, ադելի էինք և մեկս մեկ կադեինք, բայց երբ մեր փրկիչ Աստծուծույն քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեցավ։ Մեզ այդ վիճակի մեջ ասված քաղցրությամբ վարվեցավ։ Ուրեմն, եթե մենք Աստծո զավակներն ենք, պետք է իրեն նմանենք, քաղցր պետք է լանք իրարու։ 5-րդ իմաստը ուրիշին հավասար աչքով նայել, դեսնել մեկը որպես թե ինքն է։ Ոչ թե օրինակ ես մեծ անձնավորություն մնեմ, թիմացինս փանվոր մնե, բաշտոնյա մնե, անոր դարբեր աչքով գնեմ, անի ով է եղել, անի ինձպես սորվելու պետք ունի, այս աչքով չի դիտեր, հաբա ճիշտ իրեն պես կդեսնե, Քրիստոս գտեսնե անոր մեջ, որտև անալ Աստծո զավակ է, իրեն պես մեկը նկատե, որքան ալ բաշտոնը բարձր լա, կամ փանվոր բլա բարս, ուրեմն, երբ որ ես Սուրբ Հոգվուն աստեցության տակ գաբրիմ, թիմացինիս ուրիշ աչքով չեմ նայր։ 6-րդ առաքինություն, փարություն, բնակիրը աղափոնիսի։ Աղափոնիսիալ գնշանագե մի քանի իմաստ ունի, գնշանագե նգարակիրի հաստատություն, նգարակիրը հաստատ է, ասպես չի խաղար, չելներ, չիշներ, նգարակիրը հստակ է, մի քանի քույներ չարներ, գնշանագե հոգևոր կյանքի հասունություն, գնշանագե ինչ որ բարի է այդ գիշխե իր վրա, այս գնշանագե բարություն, նաև գնշանագե ամենուն բարություն ունել, ինչ քեղեցիկ։ 7-րդ առաքինություն հավատարմություն, հավատարմություն գնշանագե հավատացածիդ և խոսած խոսքիդ վրա հաստատ մնալ, դիդոս 2-րդ գլուխը գրնակ գարտալ, դարձյալ 8-րդ առաքինություն հեզություն, պրաուտիս հեզություն, հեզությունը դարբեր է խոնարհութեն են, գնմանի քիչում, բայց բոլորովին ուրիշ է։ Պրաուտիս կնշանակե շուտով չփրկել եւ նաեւ կնշանակե գագուղ վարմունք, վարմունքը միշտ գագուղ է։ Թիմացինս փամը գսե եւ իրար հիմարություն է, ըսածը հիմարություն է, բայց ես հոն շուտով չեմ փրկել, հաբա գագուղ գվարվի։ Եվ վերջին առաքինությունը ժուժգալություն, բնակիրը էգրատիա, ժուժգալություն կնշանակե ամեն բանի մեջ անցած զսպել, լեզուդալ, փորդալ, գոգորտդալ, ամեն խոսքին բոլոր առումով, ամեն բանի մեջ անցած զսպել կնշանակե։ Յուրաքանչյուրս հարց տալու ենք այս առաքինությունները ու Սուրբ Հոգին, որ բդուղն է,
իմ կյանքիս մեջ, վարմունքիս մեջ, խոսքերուս մեջ, գործերուս մեջ գհայտնվին, ուրիշներու հետ չչափվին, թուն քեզի հարցնու, թուն գսես ես հավատացյալ եմ, շատ լավ, այս առաքինությունները կան, գարկ մը եկեղեցվո առաջնորդներ, սուտ մխիթարությունով իրենք զիրենք գմխիթարեն ըսելով, մեր եկեղեցի մեջ մենք բոլորս մեկ հոգի և մեկ սիրտ ենք, իրարու հետ շատ սիրով ենք, միևնույն ադեն ուրիշ հավատացյալները չեն սիրել, չեն ինչպես կլաս, գնավաստացնեն և դարբեր աչքով գնային, նույնիսկ եթե ջամպան դեսնեն, ջամպանին կփոխեն, ասոնք Քրիստոսի հիմնած թագավորության մեջ թագավորություններ հիմներ են 30-40 հոգի գավակվի իր շուրջը ինք թագավոր է և այնպես մգուսուցան է գվաղցն է միշտ ըսելով այսպես կրված է և գսե մենք մեր բադյանի մեջ մենք շատ լավ ենք իրարու հետ խաղաղության մեջ ըսի ըսավ չունենք շատ սիրով ենք իրարու հետ բայց թուրսի հավատացյալները անոնց հանթե բոլորովին դարբեր թիրք ունին այս հոգին մարդկային հոգին է ներշնչման առաջին աղբյուրը որ եսեն գարաչնորդվի գներշնչվի աշխարհի մեջ շատ գազագերբություններ կան գուսակցություններ կան որ իրարու հետ շատ լավ են անդամները ու անանք գսիրեն իրարու համայնավարներն իրարու հետ շատ սիրով են մեկ հոգի մեկ սիր գզոհվին իրարու համար Սուրբ հոգիով լեցված են Սուրբ հոգին աստեցության դագ են որովհետև մեկ հոգի մեկ սիրտ է ոչ եթե Սուրբ հոգին բդուղն է անսեր գարդատրե քաղցրություն գարդատրե հեսություն գարդատրե փառություն գարդատրե բոլոր հավատացյալներուն հանդեպ եթե Սուրբ հոգիով լեցվիմ անոր սիրով իմ խումբես չեղող հավատացյալն ալ գսիրեմ այս է սիրելներ ճշմարտությունը մեկը ցես չխափե այս է ճշմարտությունը Սուրբ հոգիով լեցված ես անոր աստեցության դագ ես բոլոր հավատացյալներն ալ գսիրես Սուրբ հոգին որովհետև այն ադեն որ իր աստեցության դագ ես բիդս է նայիր այդ մարդը Գարկ բպաներ ճիշտ քեզի պես չի հավատար, դարբեր ըմբռնումներ ունի երկրորդական հարցերու նկատմամբ, սակայն այդ մարդը իմ գոբս անցած է, մեղքը թողած, ադիգա իմ զավակս է, ես ընդունած եմ անոր, այնպես որ Սուրբ հոգին այդպես պիտի է և ես պիտի հնազանդիմ, սակայն երբ մարդկային հոգին զիս կներշնչե, եսս պիտի քոհացնեմ Սուրբ հոգիով լեցվիլը բադվեր է, անոր աստեցության դակ ապրիլը բադվեր է։ Մենք Սուրբ հոգին չենք խնդրեր, որ դարձյալ աշխարհ կա, բայց բադվեր ունիք, որ անոր աստեցության դակ ապրինք։ Եվ ամենա աբահով վստահելի աբացույցը Սուրբ հոգիով լեցվելուն անոր բդուղն է, առաքինություններն են։ Ու ոչ թե բաշտամունքին տածքին ասպես օրորվիլ պարք Հիսուսիս էլ մեկ ժամ և լավ ըսկալ և գարձել, որ Սուրբ հոգիով լեցվեր է, մեկնալ աղոթերը ով գուզե Սուրբ հոգիով լեցվիլ արջև կա և ոնդեղ աղվոր լավ ըսկացեր է, այդ չէ, շարունակ, պետք է անոր աստեցության դակ ապրինք, երանի թե լրջորեն խորինք, հարց դուրթուն քեզի, այս առաքինությունները մարդիկ կտեսնեն, թուն քեզ թադավորը թուն եղիր։ 4 գիրագիներ փակեցա այս նյութին շուրջ խոսին, որպեսզի այս օրհնյալ ճշմարտությունները մեր սրտերու մեջ դեղ գտնեն։ Օրը սիրելներ Աստուծո առջև պիտի գնանք եւ հաշիվ պիտի տանք։ Հոն մեկը պիտի չլա մեր գողքին, առանցին անոր համար եկեք որոշենք այսուհետև Սուրբ հոգին աստեցության դակ ապրիլ։ Եվ եթե դժվարություն ունիս, այսօր կնա սենյակը կոծե, պիտի սսեմ, ով Սուրբ հոգիով գուզելեցվիլ թող արջև կա պիտի աղոթեմ, այդ սովորությունը չունիմ։ Կնա սենյակը կոծե,
անգեղծությամբ Աստուծո հետ խոսե եւ ասե ով Սուրբ Ոգի Աստված ես իմ եսիս քերին դարձած եմ այս առաքինությունները չունի հաջիս ես կուզեմ քեզի համար ապրել եւ դες ինչպես կյանքդ պիտի փոխվի եւ թունալ Աստուծո ուզած տեղը ըլլալով երրորդությունը պիտի փարավորվի եւ ուրախ պիտի լաս խաղ պիտի լաս թե պիտի ըսկաս ինչ օրհնյալ ճշմարտություն է ներկայությունը Սուրբ Հոգին մեր կյանքերում մեջ մեծ շնորհք է բայց պետք չէ լրացնենք պետք չէ մարեցնենք թունդեղդ նստիր ես այսպես կավա ես այսպես կկալեմ ոչ անոր աստեցության տակ դերը ցեզ արադաբես օրհնե եւ իր շնորհքի մեջ պահե եւ այս ճշմարտությունները իրապես մեր կյանքերում մեջ թող հայտնվին իր փառքին համար ամեն Շնորհակալ ենք Տերոջմեն այս կարևոր պատգամին համար եւ դերը շնորհ է որ Սուրբ Հոգին բդուղին առաքինությունները որ գերդեն մեր կյանքերում մեջ ըլլան ներգա եւ այդպես մեր շրջիններն հետ ապրենք ու կործենք Բիդի վերջացնենք երկելով 497-րդ երգը որուն վերջին դունը ոտքի եւ հովիվին աղոտքով պիտի փակենք Ո՞հ թե սուրբ լամ ես միշտ ալավելի Ո՞հ թե սուրբ լամ ես միշտ ալավելի Սիրցոքիս և միտքս քեզ հնազանդի Օր մարգերս ավելի սիրով Կադարեմով դերս քու հոգուչ շնորհքով Քու հոգի դով հայրս ամթաթար ինձ դու Որ մաքուրն ես ավելի մաքուր Եվ իմ հառաչանքս թե մի վեր երթա Միշտ իմ բաղադանքս Աստուծույսը լավ Երբ շատնան վիշտերս վախսու դարագուս Բոհանցնիմ հոգերս միշտ իմ Աստուծուս Ինքը լացանս լույս պիտի ընե Ինչ որ հիմա մութ է պիտի բացատրեմ Հարցր և ալբարձր գիշեր է սրճի Մինչ երգինք սուրբ լույսը փերկությամբ հասնի Թող լամ աղթանքս քեզ ընդունելի Այս է դեր իմ չանքս Տուն օգնե ինձի Դեր Հիսուս որքան փառք կուտանք քեզի որ մեզ որբ չթողեցիր Մխիթարի չղրգեցիր Սուրբ Հոգին մեր սրտերում մեջ բնակելու, մեզ առաջ շնորհելու, մեր կյանքերը գերտելու, որպեսզի դեր երկաս մեզ պատրաստ գտնես։ Այո, դեր կխնդրենք քեզ որ մեզի իմաստություն տաս, որպեսզի քո հոգիդ չդրդմեցնենք։
հնազանդինք եւ այսպեսով ով Սուրբ Հոգի Աստված քո աստեցությանը դակ ապրինք, խոսինք, վարվինք, կործենք, ծարայենք, որբեսի թուն փառավորվիս։ Այս ուղղությամբ բոլորիս հadouk շնորհքն է սովդեր, որ այս ճշմարտությունը իրականություն դառնա մեր կյանքերում մեջ։ Արցակես մեզ քո խաղաղությամբ Հիսուսյանով ամեն։ Ամեն։ Thank you.